կնոջ օրգանիզմը, լավ, էնդոկրին համակարգը եւ հորմոնալ բալանսը ինչից է կազմված։ Հիմնականում կազմենք գաղափար, որից հետո նոր կբացատրեմ մեր տարբերը։ Տեսեք, կնոջ օրգանիզմը ունի խիստ ունիկալ կառուցվածք։ Հիմնականում անգամ տրամադրության անկումը, տրամադրության փոփոխությունը կապված է կնոջ հորմոնալ բալանսից, հորմոնալ ստատուսից։ Սեռահասունացման ընթացքում, երբ երեխաների մոտ սկսում է զարգանալ ձվարանները, արգանդը, սկսում է ձևավորվել թաշտանային ցիկլը, նկատել եք երեխաների մոտ, աղջիկ երեխաների մոտ ձևավորվում է ագրեսիա, ամաչկոդություն, շատ հաճախ դեպրեսիվ լացկանություն, որը բնորոշ է հորմոնալ բալանսի խանգարումներին։ Նաև հորմոնալ բալանսի շեղումներ է դիտվում 40 անց կանանց մոտ, երբ սկսում է արդեն իսկ ձևավորվել մենոպաուզա, դաշտանաթաթար։ Եկեք ես բացատրեմ, ինչ է իրենից ներկայացնում կանանց օրգանները, լավ, ուրեմն կազմված է, գիտեք, արգանդից, ձվարաններից, կանանց օրգանների մեջ մտնում են կրծքակեղծեր, վահանաձև կեղծ եւ հիպոթալամուս, որոնք պատասխանատու են ընդհանուր արմակ կնոջ առողջ օրգանիզմի համար։ Ուրեմն տեսեք, մեր օրգանիզմում հորմոնները ինքնուրույն չեն արտադրվում։ Գլխուղեղի հիպոթալամուսի ազդակների միջոցով ձևավորվում են ձվարաններում, կրծքակեղծերում հորմոններ, նաև մարգերիկաններում, բայց հիմնականում կնոջ օրգանիզմի համար պատասխանատու է վահանաձև կեղծը, կրծքակեղծեր եւ կանանց կեղծեր։ Ասեմ, որ երեխան երբ նոր է ծնվում, ձվարաններում արդեն իսկ ձևավորված են միլիոնավոր ձվաբջիջներ, բայց կյանքի ընթացքում ձվաբջիջները ընդամենը 100-ից 120-ն են ձևավորվում, որոնք էլ նպաստում են կնոջը մայրանալու։ Հիմա գիտեք տարի խնդիրն է չբերությունը, բոլորը դիմում են էկոների, տարբեր միջոցների, երբ կարելի է ընդամենը կարգավորելով հորմոնալ բալանսը, նպաստելով ձվազատման ճիշտ պրոցեսին եւ օվալյուցիային հասնել հղիության։ Տեսեք, մեր Faberlic ֆիրմայի մոլեկուլյար ֆորսեր շարքի բադերը առաջարկում են մեզ կոմպլեքս սնուցում կնոջ օրգանիզմի եւ հորմոնալ բալանսի համար։ Երբևէ լսած կլինեք կլիմակտերիկ պիրուդում, պիրուդը հիմա շատ երիտասարդացել է, եթե նախկինում դա լինում էր 48 տարեկանն անց, հիմա արդեն 37-38 մենք նկատում ենք դաշտանաթաթար։ Ինչի հետ է դա կապված։ Վաղաժամ ծերացումը, նյութափոխանակության խանգարում, մետաբոլիզմի սուր խանգարում եւ էնդոկրին կեղծերի ֆունկցիոնալ խանգարում։ Անցած մեր հանդիպմանը մենք զրուցեցինք էնդոկրին համակարգի մասին, ճիշտ է, վահանաձև կեղծի մասին բավական երկար խոսեցինք, կարծես թե սնուցեցինք, վերականգնեցինք, ասենք կանանց օրգանները հիմա։ Ուրեմն տեսեք, շատ կարևոր է նաև միզասեռական կեղծերը։ Կնոջ օրգանիզմում բոլոր տիպի վիրուսային ինֆեկցիաների դեպքում անմիջապես առաջին տուժող օրգանը հանդիսանում է միզապարկը։ Անգամ հղիության դեպքում լսած կլինեք կանանց մոտ ձևավորվում է ցիստիտ, միանգամյա շաղկապված է միզապարկը սեռական կեղծերի եւ Faberlic-ը մեզ առաջարկում է լայնամասշտաբ սնուցում։ Ուրոկոմպլեքս, ուզում եմ սկսել հենց ուրոկոմպլեքսից կնոջ նախատեսված կանանց համար։ Ուրոկոմպլեքսը վերացնում է բոլոր տիպի փոփոխային process-ները, եկեք ես ցույց տամ, լավ, երևի ձեզ կհետաքրքրի կամ գուցե արդեն բոլոր դեր ծանոթ եք։ Ուրոկոմպլեքսը կազմված է երկու պրեպարատներից, նախատեսված տղամարդկանց եւ կանանց համար։ Տղամարդկանց մասին կխոսենք հետագայում, իսկ կնոջ համար նախատեսված ուրոկոմպլեքսը ունի սուր հագավիրուսային, հագափոփոխային ազդեցություն, նպաստում է ավելորդ հեղուկի հեռացման օրգանիզմից, այսինքն ուրոկոմպլեքսի միջոցով մենք կարող ենք վերականգնել միզապարկի ճկունությունը, կծկողականությունը, որպեսզի միզապարկը լիարժեք դադարվի եւ մնացորդային մեզ չպարունակի։ Հիմնականում փոփոխային օջախների 90%-ը ձևավորվում է միզապարկի ոչ լիարժեք դադարվելու հետևանքով, գիտենք, հայրս ջուր խմել չենք սիրում, վերջերս կարծես մոդայիկ է դառնում մի փոքր ջուր խմելը, տեսնում եմ շշերով են մանկարես երիտասարդները, շատ լավ է, ողջունելի է։ Օրվա ընթացքում 2 լիտր հեղուկը պարդադիր ենք ընդունել, որպեսզի օգնենք միզապարկին դուրս բերել միզապարկում կուտակված շլակները, աղային եւ աղազային նստվածքները, որոնք էլ մնացորդի ձևով ձևավորում են փոփոխային process-ները, լավ։ Այսինքն ուրոկոմպլեքս ընդունեցինք, մաքրեցինք միզուղիները, միզապարկը, հեռացրեցինք փոփոխային եւ վիրուսային ինֆեկցիաները։ Հաջորդ խումբը, որը խորհուրդ է տալիս Faberlic ֆիրման, էնդոկրին համակարգի սնուցում, նորից կանանց եւ տղամարդկանց օրգանների համար։
Եկեք ես մի փոքր անատոմիայի տեսքով բացատրեմ, մեր արգանդը կառուցված է 3 շերտից, գիտեք։ Արտաքին շերտը լորձային շերտն է, էնդոմետրիումը։ Ուրեմն կառուցվածքը լորձային շերտի ունենք նաև բզիգի հատվածում։ Թույլ փոխփոխային process-ների դեպքում վնասվում է էնդոմետրիումը, լորձաթաղանթը արգանդի։ Արգանդի բզիգի էրոզիաները նույնպես ձևավորվում են փոխփոխային process-ների, ինֆեկցիաների եւ ոչ ճիշտ հորմոնալ բալանսի պատճառով, այսինքն շատ կարեւոր է առողջ պահել արգանդի լորձաթաղանթը, ճիշտ է։ Մեր ծվարանների տարբերություն արգանդի կառուցվածքը շատ բարդ է։ Ուրեմն ունեն թաշտիճավոր, այսինքն խաշի փորը տեսել եք։ Այդ թաշտիճավոր կառուցվածք ունի ծվարանների խորանից հատվածը եւ փողերը հագարակ լորձային կառուցվածք ունեն։ Ինչի համար է թաշտիճավոր նյութը արգանդի ծվարանների։ Դրանք նպաստում են ֆոլեկուլայի, այսինքն ծվաբջիջի ձեռբազատմանը։ Ծվարաններում հասունանում է ծվաբջիջը։ Դաշտանային ցիկլի 14-րդ օրվանից սկսած ծվազատում է տեղի ունենում, այսինքն ծվարանի թաշտիճավոր նյութը նպաստում է, պահում է ծվաբջիջը թաղանթի մեջ, հասունացնում է որոշակի աստիճանի, որից հետո ֆոլեկուլար ծվաբջիջը ձեռբազատվելով անցնում է փողային տարածք, փողերի հատված։ Փողերում ծվաբջիջը արդեն իսկ փողերից սկսած բեղմնավորման ենթակա է, տեսեք, արգանդում չի բեղմնավորվում ծվաբջիջը փողերում է ձևավորվում, որից հետո սպերման ակտիվ է, սպերման կնոջ օրգանիզմում 7-ից 8 օր կարող է ապրել, ծվաբջիջը 1 օր է ապրում ընդամենը, 12-ից 24 ժամ, այսինքն ինչքան թանկարժեք նյութ է ծվաբջիջը, պատկերացրեք։ 14-րդ օրվանից սկսած, եթե առողջ են փողերը, այսինքն ունեն ճիշտ լորձաթաղանթ, ճիշտ կառուցվածք, փողում կարող է ձևավորվել բեղմնավորում, որից հետո արդեն իսկ բեղմնավորված ծվաբջիջը գալով արգանդում սկսում է դեղնավուն նյութ արտադրվել, այսինքն տեղին մարմին, որը ձևավորվում է տեղին մարմին, որ աբավոճկայի թաղանթի նման պահպանում է արդեն իսկ բեղմնավորված ծվաբջիջը, բայց ցավալի փաստ կանանց 90%-ի մոտ ծվարանների ֆունկցիաները խանգարված են, այսինքն ծվաբջիջը չի արտադրվում 14 օրյա ժամկետում, չի ձեռբազատվում ծվաբջիջը օվալյուցիոն շրջանում, որի հետևանքով բեղմնավորման անպիտան է, այսինքն արդեն իսկ ներուգացած ծվաբջիջը 25-րդ օրվանից սկսած ներուգացած ծվաբջիջները արգանդից դուրս են գալիս տեսքով, այսինքն ինչ է դաշտանը իրենից ներկայացնում, արգանդը ամբողջությամբ բացի լորձաթաղանթից ունի մանր կապիլյարներ, մազանոթներ եւ արդեն ձևավորված ծվաբջիջը անցավ արգանդի հատակ, եթե առողջ չէ լորձաթաղանթը, կապիլյարներն առողջ չեն, դաշտանի տեսքով այրան արտահոսքով ներուգացած ծվաբջիջները դուրս են գալիս օրգանիզմից։ Երբեմն մարդիկ ինձ հարցնում են, դարունը մնաց ներսը, դաշտան չտեսա, չկա նման երևույթ, դաշտանը ցիկլ է հորմոնալ, որի ընթացքում մենք ընդամենը մաքրում ենք ձեռբազատված ծվաբջիջներից արգանդը։ Կլիմաքսը մենոպաուզան գալիս է միայն այն դեպքում, երբ ծվարանը այլևս ի վիճակի չէ առողջ ծվաբջիջներ ձեռբազատելու, կամ թերուս հիվանդ ծվաբջիջներ, այսինքն ծվարանները սկսում են ծերանալ, նեղուգանալ, որի հաշվին գալիս է դաշտանադարտար։ Faberlic ֆիրման մեզ առաջարկում է մեծ շարք ռեպրոդուկտիվ ֆունկցիա եւ էնդոկրին համակարգի սնուցում։ Տեսեք, էնդոկրին համակարգի սնուցման համար ունենք նախատեսված մեկ պրեպարատ, որը յուրօրինակ մաքրում է ծվարաններում կոշտացած լորձային շերտը, որը շատ կարևոր է, շատ հաճախ լսել եք ծվարանի արտաքին շերտում լորձաթաղանթը կկոշտանա, թույլ չտալով առողջ ծվաբջիջի ձեռբազատմանը։ Էնդոկրին համակարգի սնուցող պրեպարատը մաքրում է ծվարանի արտաքին լորձային շերտը, նպաստում է ծվարանների ճիշտ կծկողականությանը, որին զուգահեռ կարգավորում է էստրոգենի, առողջ էստրոգենի ձեռբազատմանը։ Միայն էստրոգենի շնորհիվ է, որ ծվարանները կարող են առողջ ֆունկցիա կատարել, ճիշտ կծկողականություն եւ ճիշտ ծվազատում կատարել։ Տեսեք, մեր օրգանիզմում կարող է ձևավորվել նաև վատ էստրոգեն, որի հետևանքով ձևավորվում են միոմաները, կիստաները, ֆոլիկուլար կիստաները։ Լավ, մեր խնդիրն է կարգավորել օրգանիզմի հորմոնալ բալանսը, որպեսզի ճիշտ էստրոգենի ձեռբազատման հաշվին մենք ունենանք առողջ կանացի օրգաններ։ Եվ ռեպրոդուկտիվ ֆունկցիան սնուցող պատերը մեր շարքի ֆեմինի կոմպոստը կոչվում, որը նպաստում է հետաձգել մենոպաուզան եւ մայրամարտկանից։ Հիմնականում տեսեք
մայրանալու համար բացատրեցի արդեն ծվարանների ֆունկցիան ոնց է կատարվում։ Family comfort-ը իր մեջ պարունակում է տարեր, ես չթվարկեմ լավ բաղադրիչ տարերը, որ ձեզ չհոգնեցնեմ, քիմիան չբացատրեմ, պարունակում է տարեր, որոնք նպաստում են էստրոգենի ձեռքբազատմանը, նպաստում են դաշտանադատարի, մենոպաուզի հետաձգմանը, պլյուս family comfort-ը հանում է նաև կլիմակտերիկ պաշտույթ, այսինքն մեր սիրելի Իրինայի ասած պրիլիվը, տագնապը, վախը, լավ է էմոցիոնալ լարվածությունը։ Կանանց օրգան, տեսեք, կնոջ մոտ նկատած կլինեք, դաշտանի 14-րդ օրվանից սկսվում է հուզական վիճակ, ճիշտ եմ, կրծքերի ցավ, կրծքակեղձերի լարվածություն, պլյուս ասեմ, դաշտանի 14-րդ օրվանից սկսած նաև կանայք մի փոքր կրկրված են ավելի, սեռական ցանկությունը ավելի մեծ է, առողջ կանանց մասին խոսքը։ Խնդիր ունեցող կանանց մոտ չկա բացարձակ սեռական ցանկություն կամ միայն լացկանություն, տագնապ եւ կրծքակեղձերի կոշտացում, ցավային ռեֆլեքս, այսինքն հենց այս դեպքում մենք խոսում ենք վատ էստրոգենի արտահոսքի մասին։ Family comfort-ը նպաստում է հորմոնալ բալանսի կարգավորման, ճիշտ էստրոգենի ձեռքբազատման, սեռական ցանկության կարգավորման, այսինքն հանում է նաև այդ ֆրիգիդնեսը, զզվանքը սեռական ցանկության նկատմամբ, որը շատ կարևոր է։ Պլյուս նպաստում է ծվարանների եւ արգանդի ճիշտ ֆունկցիոնալ պատկերին։ Տեսեք, դուք կարտացած կլինեք family comfort-ը, ես ուզում եմ ուղղակի ցույց տալ։ Family comfort-ի վերին էջում գրված է, պահպանում է վերցիայնս, ինչ է նշանակում վերիցիայնս օրգանիզմ, այսինքն մայրանալու, զբաղջիջի, ինչպես պտղային ֆերտիլիտեն, որ առատություն է նշանակում։ Առատություն է նշանակում, բայց այս դեպքում ճիշտ զբաղազատում եւ բեղմնավորում։ Իսկ նեղարդ իր ամբողջական սրվակը մեկ անգամ պետք է օգտագործվի։ Կապսուլայից է կազմված, մեկ ամսյա կուրսը պրոֆիլակտիկ, բայց եթե ունեք խնդիր, չի բացառում 2-3 ամիս։ Միայն ուռուցքի դեպքում միոմատիկ կամ չարորակ գոյատություն խստիվ աշկելված է, որովհետև էստրոգենի քանակը բարձրանալով կարող է միոմայի աճ ձևավորել։ Family comfort Եթե հենց միոմա է, չունեք չարորակ բջիջներ, հավատացեք ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է, որովհետև քանի տարեկան է, միանշանակ հանելու համար կլիմակտերիկ պաշտույթը եւ հորմոնալ միանշանակ family comfort-ը օգտագործեք։ Նաև խորհուրդ կտամ մաստով, տեսեք յուրահատուկ պրեպարատ է, հրաշալի է։ Իմ պրակտիկայում հավատացեք, ես կանանց միշտ եմ խորհուրդ տալիս կրծքակեղձերի ֆունկցիան վերականգնելու համար, անգամ բաղադրությունը հաճախում եմ խոսել մաստովի բաղադրության մասին։ Տեսեք, հարց ունեք, հա։ Արտիկուլը կասեք, որ ավելի family comfort-ը։ Այո։ Այստեղ հին արտիկուլն է, ես չաթում կգրեմ, լավ, նորը չսի 18-ի հարց, ասեսպար մեկ անգամ օգտագործել Վարանի կիստայի ժամանակ կարելի է family comfort-ը եթե ֆոլիկուլյար կիստա է միանշանակ, եթե ֆոլիկուլյար կիստա է, եթե պոլիկիստոզը խստիվ չի կարելի, էնդոմետրիոզը ուռուցք չի համարվում, էնդոմետրիոզը կձևավորվի հենց տեսեք, ոչ ճիշտ հորմոնալ բալանսի պատճառով, քանի որ էնդոմետրիոզը արգանդի, թաղանթի եւ բզիկի լորձային շերտն է 846, կոդը family comfort-ը։ Տեսեք, էնդոմետրիումը կձևավորվի հորմոնալ բալանսի խանգարման պատճառով, երբ էստրոգենի քանակը նվազել եւ ծվազատման process-ը օվարիության ոչ ճիշտ ժամանակին է։ Ինչի համար կհաստանա լորձաթ թաղանթը։ Հետո ես մի հարց մի կետել եմ ուզում շեշտել, հաճախակի աբորտները, ընդհատումները բերում են կնոջ օրգանիզմում խիստ հորմոնալ խանգարումների։ Երբ պտուղ կձևավորվի, անգամ այդ 10 օրական ձևավորված պտուղը, բեղմնավորված պտուղը անմիջապես գլխուղեղը ունի ինֆորմացիա, հիպոթալամուսը անմիջապես ստանում է ինֆորմացիա, որ պաշտպանելու ես այնտեղ պտուղ է ձևավորվում։ Եվ հորմոնալ բալանսը կնոջ օրգանիզմի սկսում է փոփոխվել։ Կրծքակեղձերը միանգամից հիպոթալամուսը տալիս է ինֆորմացիա, որ սկսեք կաթնարդադրությանը պատրաստվել։
կսկսեն ակտիվանալ կաթնակեղձերը։ Ձվարանները կսկսեն ծուլանալ, էստրոգենի քանակը միանգամից կնվազի, որովհետև կինը պատրաստվում է հղիանալու։ Դեղին մարմինը ձևավորվելուց հետո կսկսի հաստանալ էնդոմետրիումը, բնորոշ հղիության ընթացքին, լավ, որովհետև պաշտպանե պտղի զարգացումը սաղմը։ Եվ կանայք միանգամից ընտադում են անում։ Գլխուղեղը չի հասկանում այդ հրեշավոր երևույթը, լավ, դեռ կշարունակե սխալ հորմոններ եւ սխալ ինֆորմացիա տա, մինչեւ կուկա մի ընթացք կգիտակցի, որ չկա պտուղ եւ պետք է ազատվեք նրա ծվակիչներից։ Առաջի հորմոնալ խանգարումը կձևավորվի աբորտներից հետո, ընտադումներից հետո գիտեցեք։ Եթե կա որևէ ընտադում միանգամից սկսելու հարց ունեիք, դազեցի չլսեցի ձեզ։ Եթե կա ընտադում միանգամից սկսում են հորմոնալ բալանսը կարգավորել, այսինքն family comfort, էնդոկրին համակարգի սնուցում, նաև ուրոկոմպլեքսը, որովհետև փոփոխային process-ը հետ ընդհանրման ընթացքում պատրաստ է։ Իսկ Սիրանի ժամանակ ասեմ, եթե միոմայի վիրահատություն է ստալի, արդեն 6 տարի անցել է, ու որակավորվում է, որ միոմատոզ արգադեսքն հագում ունի։ Այդ դեպքում պետքա բժշկի դիմել, հա, մի հատ զննումացնել, որ խմել family comfort։ Միոմատոզ արգանդ, այսինքն հիմա էլ ունեք միոմա, եթե ձևավորվում 6 տարի առաջ եմ վիրահատել, այդպես է որակավորվել, որ հագում կա էլի միոմա առաջանալը, օրգանիզ կա չէ, որ հագում իրան։ Հագում ունի, տեսեք, բայց միոմատոզ արգանդ դիագնոզում են, եթե փաստացի դուք ես պահին էլի ունեք միոմա, գուցե հեռացրել են մեկ միոմա եւ փոքրիկ միոմաներ մնացել է ձեր այլանդում։ Այդ համարվում է միոմատոզ արգանդ, հակառակ դեպքում իրավունք չկա միոմատոզ արգանդ։ Բայց դրանից հետո փոքրիկ էլ է։ Կարող է, մարդիկ դրա համար են գրել։ փոքրիկ կարելի է հիանալ, կարելի է խմել family comfort-ը, ոչ թե կարելի է տեսել, եթե լոկ միոմա է, չկա չարորակ գոյացություն, ես միանշանակ կողմում եմ գալիս, որովհետեւ կանխեք հետագա կլիմակտերի մասշտաբները, լավ այլանդության մասին, որովհետեւ էստրոգենի որոշակի քանակի արդյունքի դեպքում միոմատոզ արգանդ ունեցողների մոտ կձևավորվի բավարար այլանդություն, կանխելու համար խնդիրը կարող է ընդունել։ Իսկ դեռահասության շրջանում որ ասացիք աղջիկները յուրաքանչյուր են դառնում կարելի է։ Կարելի էնդոկրին համակարգի սնուցում կանանց համար մինչ 40, այստեղ շատ հետաքրքիր ֆորմուլաներ են, ֆլակոններ առանձնացված են մինչև 40 եւ 40+ տարի, որովհետեւ օրգանները տարբերվող են դեռահասների մինչ 40-ը կարող է խորհուրդ տալ։ Հետո էնդոմետրիումի հետ կապված ես չպատասխանեցի, տեսեք, ցանկալի են տունեք եւ էնդոկրին համակարգի սնուցում, այսինքն կարգավորեք հիմնականում էստրոգեն հորմոնի քանակը բալանսը։ Հետո անալիզեք տեստոստերոնի քանակը ձեր մոտ բարձր է թե ցածր, որի հաշվին էնդոմետրիումը հաստատել է, լավ։ Family comfort-ը միանշանակ կարող եք ստանալ։ Ուրեմն տեսեք մաստոպի հետ կապված ես բաղադրության մասին չխոսեցի, ունի օրինակ բաղադրություն, իմիջիալոս պարունակում է քունջուտի յուղ, որը շատ էֆեկտիվ է եւ սուր հագա ուռուցքային, գիտեք։ Մաստոպը բրոկոլիի յուղն է պարունակում, տարբեր յուղերի խառնուրդ է, քունջուտի յուղը եւ կուրկումայի մեջ, որը նաև ունի հագափոխփոխային ազդեցություն։ Յուրօրինակ ֆորմուլա է կրծքակեղձերի ֆունկցիան վերականգնելու համար, վաղաժամ մաստոպաթիայի, մաստիտների, ֆիբրոադենոմաների դեպքում կարող եք ընդունել միակ հագացուցումը P-կոմպլեքսը արկելվում է մաստոպաթիայի դեպքում, գիտեցեք, եթե կա կրծքակեղձի գոյացություն, ունենք միոմատոզ հանգույց, ունենք ֆիբրոզ հիստոզ փոփոխություններ, P-կոմպլեքս պարունակող որևէ պրեպարատ չի կարելի ընդունել, մաստոպը հանգիստ կարող եք ստանալ, նաև գոյացությունների դեպքում։ Ասեք, Իսկ կա տվող մայրիկների կարելի է հաբել։ ցանկալի չէ։ Մաստոպաթիա ունեք, հա։ Չէ, կա թեմ տալիս փոքրիկից դրա համար հարցրեցի։ Բայց չի խմում եթե չկա խնդիր, ուղղակի ուղղակի հարցրեցի։ Երբ կդատարեցնեք կրծքով կերակրելը կխմեք ավելի լավ։ Ունեք հարցեր։ Տիկին Սիրանուշ, իսկ միոմայի դեպքում համ այդ female comfort-ը, համ էլ մաստոպը լավ կլինի, չէ՞, իրար հետ համատեղ։ Շատ ավելի լավ կլինի։ Հա։ Կրծքագեղձի ուռուցք եմ հեռացրել ու ինձ առհասարակ բادر չի կարելի, բայց ինքը բարորակ գոյացություն է եղել։ Հիմա ես family comfort-ը կարամ օգտագործել։ Հաստատված բարորակ գոյացությունը եւ ինչքան է անցել վիրահատությունից։ Հաստատված Ինչքան է անցել վիրահատությունից։ 6 տարի։
հանգիստ կարող եք եւ family comfort եւ mastով սիրով ընդունել միայն B բարունաբող ոչ մի բան միակ B կոմպլեքսը ֆոլաթթուն է որ կարող եք հետուրուցկային հետ իրադարձության ընթացքում ընդունել նյարդային համակարգը սնուցելու համար մնացածը աշկելված է Իսկ երկար կարող եք խնդիր ունեք հարցեր Մերսի չկան հարցեր Եկեք ես ներկայացնեմ հորմոնալ խանգարումները դեռահասների, չամուսնացած եւ մեծահասակ կանանց մոտ տեսեք կա մի տարիք դեռահասների մանր մունր աղջիկ է դեռահասության սեռահասունացման ընթացքում սկսում է քաշ հավաքել տհաճ քրդինքի ճիշտ է թուլություն, դեպրեսիվ վիճակ եւ սեռական մեծ ցանկություն միանշանակ էստրոգենի քանակի բարձրացման մասին ենք մենք խոսում տեսեք յուրաքանչյուր հորմոն մարդու օրգանիզմում լինի բալանսավորված որևէ հորմոնի քանակ եթե բարձր է կամ ցածր է արդեն իսկ խնդիր է դեռահասին անպայման անալիզում եք էստրոգենի քանակը տալիս եք անալիզ հենց էստրոգենի եւ պրոլակտինի քանակը որոշող որից հետո նոր միայն կարող ենք ճիշտ ուղղություն եւ ճիշտ որոշ տալ Ամենայն դեպս էնդոկրին համակարգի սնուցում ոչ family comfort մինչև 40 եթե աղջիկը մինչ 40 տարեկան է տալիս եք մինչ 40-ը հագարակ դեպքում 40 պլյուս է լավ հորմոնալ բալանսը օրգանիզմի հորմոնալ բալանսը հավատացեք մեր կյանքի որակի մասին է խոսում եթե խախտված է հորմոնալ բալանսը գիրածում, ճարբակալում, տրամադրության անկում, ընդհանուր փսիխո սոմատիկ հիվանդությունների առաջացում կանանց 90%-ի մոտ 48 տարիքնանց արդեն դիտվում է դժգոհություն կյանքի նկատմամբ ոչ բոլորի մոտ է հորմոնալ բալանսը ճիշտ բալանսավորված շատ հայ կանանց մոտ ես տեսնում եմ դժգոհություն դաշտային լարվածություն ագրեսիվ լարվածություն այսինքն պակասել է կնոջ օրգանիզմում նույն էստրոգենի քանակը եւ սկսել է բարձրանալ տեստոստերոնի քանակը հետո եթե նկատում եք փողոցում աղջիկները քայլում են տղամարդու քայլվածքով, կանանցի դեմքով, բայց տղամարդու քայլվածքով, տղամարդու պահվածքով, կներեք ժարգոններով նաև տղամարդու կապված է տեստոստերոնի քանակի բարձրացման հետ, այսինքն կանանց մոտ սկսել է տեստոստերոնի քանակը բարձրանալ, կարող է բարձրանալ սննդի պատճառով, այսօր հավի բդերը, չգիտեմ այդ սառեցրած մսերը, բոլորը հորմոններ ներառված են, որոնք օգտագործելով մենք փոխում ենք մեր բնականon հորմոնալ բալանս, առաջացնելով սուր հորմոնալ շեղումներ, լավ, միանշանակ անգամ այդ փոքր տարիքում, դեռահաս տարիքում տեսնում եք ագրեսիա, լացկանություն, քաշի ավելացում, քայնարդադրություն, դիմեք մասնագետի, տվեք անալիզներ, կամ կոնե պրոֆիլակտիկ էնդոկրին համակարգի բալանսավորում անցեք, լավ, այսօր անգամ առողջ մարդկանց ցանկալի է ընդունել եւ կարգավորել հորմոնալ բալանսը, որտեղ մենք ոչ մեկը ստրեսներից ձերբազատված չենք, նյարդային լարվածությունից ձերբազատված չենք։ Հետո կնոջ օրգանիզմի, կնոջ համար շատ կարևոր է նաեւ տղամարդու առողջությունը, մի փոքր նաեւ խոսեմ դրանից, տեսեք առողջ տղամարդու հետ սեռական կյանքով ապրելիս կինը ստանում է որոշակի տղամարդու հորմոններ, նույն տեստոստերոնը, առողջ տեստոստերոնը, ոչ հորմոնների միջոցով ձեռք բերված, այսինքն թույլ եւ ճիշտ բալանսավորված տեստոստերոնը պետք է կնոջ օրգանիզմին։ Սեռական կյանքը նույնպես անհրաժեշտություն է կնոջ համար։ Ցավալի փաստ է, բայց կանանց 90%-ի մոտ կա սեռական ցանկությունը մարած է, չկա սեռական ցանկություն, որն էլ իր հեշտին նյարդային լարվածությունների հիմքն է հանդիսանում։ Նույն family comfort-ը երեխեք նախատեսված է բալանսավորելու հորմոնալ պատկերը կարգավորելու նաև կներեք սեռական կյանքը։ Եվ խորհուրդ կտամ միաժամանակ, երբ դուք սկսում եք էնդոկրին համակարգի սնուցումը, ձեր ամուսնուն տվեք էնդոկրին համակարգի սնուցում տղամարդկանց համար նախատեսված պրեպարատը։ Լավ։ Ցանկալի չէ։ Տեսեք բոլոր տիպի փոխանցությունները միայն ֆոլաթթուներ, որ
կարող եք B կոմպլեքսը, ճիշտ է, սնուցում է նյարդային համակարգը, B կոմպլեքսը նյարդահատույճոց է, բայց նպաստում է միոմաների, ֆիբրոադենոմաների և կիստաների զարգացման։ Իսկ մեր բադերի մեջ ունենք մենք հատուկ ունենք B կոմպլեքս և վիտամիններ կանաչ և տղամարդկանց համար, վիտամինային կոմպլեքս կանանց համար մինչև 40 և 40+։ Նաև տարին 1-2 անգամ ցանկալի է վիտամինային կոմպլեքսները ստանանք նախատեսված կնոջ առողջ օրգանիզմի համար, բայց B կոմպլեքս է պարունակում, ձեր դեպքում չի կարելի։ Ասեք, ես։ Ուղղակի այստեղ հետաքրքիր է, տեստոստերոնի հետ կապված ասեցիք, եթե պաշտպանվում են, այդ դեպքում արտադրվում է տեստոստերոնը փոխանցվում է տղամարդուց կանանց, ես ինչ եմ հարցնում, դա շատ են հետաքրքրում է, տեսեք, կներեք շատ ինքնական հարցեր, բայց պատասխանը, եթե պահպանավոր է պահպանվում որովհետև սպերմայի միջոցով է կնոջ օրգանիզմում սպերման գործելով տալիս է տեստոստերոնի քանակը։ Եթե պահպանավոր եք պաշտպանվում, չեք ստանում որևէ տեստոստերոնի քանակ, իդանի քանակ։ Սիրանի ջան, մեկ անգամ էլ էլի հարցեմ, թե պետք պատասխանեցի, կողքიდან ավելի հստակ պատասխանել իմանամ, եթե լավ խոշոր միոմա է ու ասենք նորմալ ցիկլը կա, հիմա այդ ինչ է family comfort-ը, դա հիմա պետք չի կնել։ Քանի տարեկան է։ Ինձ համար է։ Հիմա ես 49 բժշկիս հետ եկանք այն համոզման, որ ցիկլադաթարի ժամանակն է, հնարավոր է ինքը ներծծվի, բայց թեթևակի ինչ-որ հսկողության տակ ու բուժումներ շատ մեծ ասերով ինչ կան, դե վիրահատման ենթակա է, ասեց վիրահատման ենթակա է։ Տեսեք, family comfort-ը միանշանակ չի խանգարելու ձեզ, բայց կդրանք ունեք այլախոհություն։ Լինում է ցիկլի ժամանակ երկու, բայց ոչ շատ, եթե շատ տենց եղավ, արդեն family comfort-ը հաստատ բարձրացնելու է ձեր էստրոգենի քանակը, որը կարող է նպաստել կեղծ դաշտանք այլախոհություն։ Եթե մեծ է նոման խորհրդակցեք ձեր գինեկոլոգի հետ չափսերը չգիտեմ, լորձաթաղանթի կառուցվածքը չգիտեմ։ Եթե մեծ նոմայով էնդոմետրիոմը հաստատվել միանշանակ չէ։ Բայց մաստոպը խմել են, կամ խորհրդակցեք ձեր գինեկոլոգի, եթե չկա էնդոմետրիոզ, լորձաթաղանթը նորմալի սահմանում է այլախոհության վտանգ չունեք, միակ վտանգը էնդոկրին որը յոդի աղեցուկի պատճառով ինչ կարելի է դեպքում, եթե բիերների ժամանակ եղապարվում կամ քարեր։ Եղապարվը հեռացնել առաջնահերթ։ Մեր բադերը չեն խանգարելու եղապարվի ֆունկցիային միանշանակ, քարերի տեղաշարժ չեն առաջացնել, բայց եթե կա հիպերիոդիզմ, այսպես ասեմ, հիմնականում աուտոիմուն պրոցեսի մասին ենք խոսում, տոքսիկ պրոցեսի։ Նման դեպքում միայն իմունոմոդուլյատոր ֆորտե պրեպարատն են խորհուրդ տալիս, որ իր մեջ մեծ քանակությամբ լամինարիա ծովային ջրի պարունակում և քրիզրեր, որը նախատեսված է հենց կանանացել կեղծի ֆունկցիան կարգավորելու համար։ Իմունոմոդուլյատոր ֆորտեն տվեք և էնդոկրին համակարգի սնուցումը առանձին իոդային պրեպարատ կամ կեղծը կրգռող պրեպարատ խստի վարքել։ Եթե ունեցել է էնդոմետրիոզ 3 աչքով, բայց դրանից հետո բուժվել է բալիկներ ունեցել, հավանականություն կա կրկնվելու և կարելի է մեր բادرը քննել։ Տեսեք, էնդոմետրիոզ 3 աչքով էրոզիա 3 օջախով։ Էնդոմետրիոզ, այսինքն արգանդիպուզի խորանստացված և արգան։ Հորմոնալ բալանսը եթե կարգավորը, էնդոմետրիոզը հաստատ հետաճ է։ Նաև տարիքից է կախված, քանի տարեկան է։ Ես եմ ունեցել, մինչև բալիկներից համանալ։ Հետո ծննդաբերել եք, հետագայում շատ լավ, տեսեք, երկու քրեացել եք, օրգանիզմը ինքնուրույն կարգավորել է ձեր հորմոնալ բալանսը, որի հաշվին լորձային շերտը հետաճ է։
Դա դեպքում է, երբևէ եղել է խնդիր, որը կարող է կարգանվել, այսինքն չի փոխվել ձեր կյանքում ոչ ճիշտն առօրյանում ստրեսները, միանշանակ գուցե հորմոնալ շեղումներ նորից ձևավորեք, դրա համար ստացեք եւ էնդոկրին համակարգի սնուցումը եւ ֆեմիլի կոմֆորտը, հա։ Ասեք։ Դուք ասեք։ Ես ուզում եմ հարցնել ֆեմիլի կոմֆորտը ինչի հետ կարելի է համատեղել, ես հաճախ եմ այդ բادرը մեկը մյուսի հետ միաժամանակ խմում, վստահ լինելով իրենց անվտանգությունից, բայց այստեղ կան որ հորմոնների հետ կոփվում ենք, ես ուզում եմ հասկանալ ֆեմիլի կոմֆորտը կարող ենք համատեղել էնդոկրին համակարգի մոլեկուլյար շարքերի հետ եւ ինչի հետ կարելի է։ Տեսեք, ֆեմիլի կոմֆորտը միանշանակ կարող եք համատեղել էնդոկրին համակարգի սնուցման հետ, մենակ ուշադիր եղեք տարիքային պատկերը, լավ 40 պլյուս, թե մինչ 40։ Իսկ ժամային կարևորություն կա, թե որ ժամերին է։ Օրվա ընթացքում 2 կապսուլայից օրը 1 անգամ դուք եք ընտրում ժամերը, մինչ կեսօր, փորձեք մինչ կեսօր։ Տեսեք, այս հաճախ երեկոյան եմ թողնում, դա մինչ կեսօր ընդունում եմ ավելի շատ մյուս ավելի առողջացնող։ Տեսեք, այդ ֆեմիլի կոմֆորտը կամ էնդոկրին համակարգը սնուցող բادرը ունեն նաև ակտիվացնելու հատվածություն, բարձրացնելու են ձեր տոնուսը օրգանիզմի, դրա համար ցանկալի առավոտյան, որպեսզի երեկոյան անխտություն չհասնի։ Կարող եք համատեղել ոչ մի խնդիր։ Իսկ դա ժամայնով Երթի աջակցումը կարող եք 4-ից հետո խմել խնդիր չուտելու ժամանակ, երբ նորմալ ճաշեք էլի ուտելի, ուրոկոմպլեքսը կարող եք համատեղել, իմուն համակարգը խտանող պրեպարատները, բոլորն էլ կարող եք համատեղել։ Եվ այդ բոլորը ճարպալությունների հետ կարելի են, չէ՞։ Տեսեք 4-5 բառ փորձեք խմել, ոչ ավելի շատ, որովհետև չեք հասցնելու օրգանիզմը չի իմացվելու։ Ճարպալույս բادرը դրանք օմեգա 3-ն է, վիտամին A, E, D, գիտեք, կալի 2, T3։ Մի արեցնող կուրս է, լրիվ սնունդ է, բացարձակապես կարող եք համատեղել, բացարձակ չի խանգարելու, մի բան է ֆեմիլի կոմֆորտը, հորմոնալ բալանսը կարգավորելու հաշվին բերելու եք հաշվի կորուսուցելը։ Միանշանակ կարող է։ Իսկ սախարնի կոնտրոլը։ Կարող է ֆեմիլի կոմֆորտը բոլորի հետ էլ կարող եք համատեղել։ Արամոտ շուտ խմենք, որ լրիվ տոնուսով գտա։ Պրոֆիլակտիկ կարող եք 1-ից 2 ամիս ընդունել, 6 ամիսը մեկ կրկնել, 2 կապսուլայից օրը 1 անգամ, կամ 1 կապսուլայից օրը 2 անգամ, այդպես եք կարող։ Չունեք հարցեր։ Սիրանուր ջան։ Մեր տեսողության վիտամինների վեխում կա։ Մեկը նյուտոնիկը կարելի է խմել, ասենք եթե միոման հեռացրել են։ Եթե հեռացրել են, անցել է 2 տարի փորձարկման ժամկետ, կրկնման ժամկետը նորմալ է, չկա գոյացություն, կարող եք խմել։ Բայց չեք ստուգվել, կավալինի։ Նախ հետազոտվել։ Օմեգա 4-ը 3 է լինում, դրա հետ ինչ որ ուրիշ բան կարելի է խմել, թե չէ, ասենք իմ վիճակից ելնելու։ Օմեգա 3-ը ճարպալույս վիտամինների 15-ը պատկանել։ Եվ օմեգա 3-ը շատ ավելի լավ կներծծվի, եթե դուք հետը զուգահեռ կստանաք վիտամին C, վիտամին E։ Իրանք նաև ցինկը կարելի է համատեղել։ Առանձին օմեգա 3-ը 80%-ով չի ներծծվելու օրգանիզմում, լավ։ Փորձեք համատեղել նշված վիտամիններով եւ խմեք մինչ ժամանակ։ Ինչի հետ։ C վիտամին, E վիտամին, օմեգա 3-ի խմեք պարդազի վիտամին C-ն, E վիտամինը եւ ցինկը։ Որովհետեւ ճիշտ ներծծվի։ C-ն ու ցինկը իրար հետ է։ Հա, մերը ցինկը։ Հետո վերցրեք նաեւ D վիտամինները եւ ճարպալույս բոլոր վիտամինները կպահանջեն իրենց C վիտամին, որովհետեւ ճիշտ ներծծվի։ Մահանացեք երթի Եթե կա աուտոիմուն պրոցես, այսինքն ուռուցքային փոփոխություններ, աուտոիմուն պրոցեսի դեպքում տեսեք,
շատ զգայուն է օրգանիզմի իմունիտետը, մանավանդ բնակված տարիներին կանանց մոտ 40 բերու, սեռահասունացու, եթե կա աուտոիմուն պրոցես, այսինքն վահանաձև եղձը, սկսում է օդաշ ճանաչել ինքն իրեն, էլ է աուտոիմուն պրոցեսը, սկսում է քայքայել վահանաձև եղձը, նման դեպքում խստիվ աշկերված է, մնացած բոլոր դեպքերում օմեգա 3-ը խիստ անհրաժեշտ է։ Սիրանուշ ջան, մի հարցել եք, այսքան C վիտամինը ցինկը իրար հետ է։ Ահա, մեկ էլ վերցնում եմ առանձին օմեգա 3-ը, C վիտամինը եւ վիտամինը։ Իսկ եթե օմեգա 3 киста, допустим, в печени, в почках, витамин В тоже не рекомендуется, да, то есть в любом органе, если киста есть, Б мы забываем. Բայց հիմնականում չարորակ բնույթ կրող ուռուցքների դեպքում է խտանող, որպես տագնապ կարելի է А если в состав каких-то витаминов, допустим, биотин, он на основе витамина В, то есть тоже мы его убираем. Биոտինը միանշանակ убираем, որովհետև հիմքն է բեն, բայց կան այլ վիտամիններ, որ շատ քիչ քանակությամբ բեն պարունակում։ А вот наши витамины для волос, для ногтей, там нет витамина В? Есть. А можно, если киста вот, и принимать? Հաստատ բարորակ հենց կիստա է, ճիշտ է։ Маленькая, небольшая. Եթե պրոստը կիստա է, կարող է կրկնել, կարող է։ Վտանգը չարորակ գոյացությունների դեպքում է ավելի շատ եւ կանացի ուռուցքները եւ միոմաները որոշակ փոխվելու հատկություն ունեն։ Կիստա պեչինի կամ Да, я не помню просто где, только Չէ, մանգիոմաների Իսկ երեխաների համար պրոֆիլակտիկ ցեն, ցինկով, օմեգա 3 հետ կարելի է ու ինչքան ժամանակ։ Քանի տարեկան է։ 10 տարեկան տղա։ Տեսեք, 10 տարեկան երեխաների համար մենք նաև ունենք մագնի B6 հեղուկը։ Հիանալի հեղուկ տարբերակով չեն խմում։ Շատ էֆեկտիվ է։ Ես այդ հավերի տեսքով եմ տալիս, իրանք вообще սիրում չեն։ Տվեք, նորից տվեք, խնդիր չէ։ Իսկ այդ օմեգան ցինկով ինչքան կարամ տալ։ Մեկ ամիս, եթե պրոֆիլակտիկ եք տալիս, կրկնել կարող եք 6 ամիսը մեկ։ Եթե չկա խնդիր, եթե խնդիր չկա, պրոֆիլակտիկ մեկ ամիս պարտադիր։ Բայց մագնի B6-ը աղջիկ երեխաների ճիշտ զարգացման համար հրաշք է, գիտեցեք, միշտ 12 տարեկան բալիկների մեր հեղուկ մագնի B6-ը։ Հեղուկ տարբերակը շատ հավում է։ Մագնի խելացի։ Տարեկան տղայիս եմ տալիս, ասած մագնի B6-ը։ Ինչքան ժամանակը մեր կարելի է կրկնել։ Տեսեք, 3 ամիսը մեկ էլ կարող եք կրկնել։ Նախ նյարդային համակարգը շատ կհանգստացնի, կենտրոնացումը, շատ ցրված են բոլոր բալիկները, մագնի B6-ը կենտրոնացումը յուրահատուկ կվերականգնի։ Ամեն ինչ աշխատի մինչև մեկը։ Կամ իրեն հարցերը կարող հանգստացողը ուշել լինի մագնի։ Տեսեք, այդ ճարբալույց կան հեղուկում ջրալույց վիտամիններ եւ ճարբալույց վիտամիններ, վիտամին D, օմեգան, ճարբալույց եւ վիտամինը։ Այսինքն դուք տալու եք ցեն, ցինկը հետը պարտադիր, ոնց որ օմեգան է տալիս։ Եվ առավոտյան ժամերին, կեսօրից հետո չի ներծծվել։ Մի հարց վիտամին D Տեսեք, քանի տարեկան է նա 17 աղջիկը չէ միանշանակ հորմոնալ պատկերը նա հետազոտել նորմալ շատ լավ կողքից անջատեք այդ աղջիկները ինչքան ժամանակ պատասխանեմ ու ասեմ ձեզ, հա։ Տեսեք, եթե անընդհատ առաջանում է D վիտամինի դեֆիցիտ, պարտադիր պրոֆիլակտիկ տալիս եք 3 ամիս D վիտամինը հավանական է տվել եք ու օրգանիզմը չի յուրացրել։ Հենց այդ իմ ասած տարբերակով եք տալիս C վիտամինը դոզան խմել է, եկել է բալանսավորվել է նորմալի սահմաններում